իմ ուսուցչուհի Գոհար Գասպարյանը պատմում էր շատ լավ պատմություն իր մասին։ Ոնց է Ֆրանսիայից գալիս Grand Opera-ի ներկայացումից հետո գալիս է Հայաստան սովետական խորհրդային եւ բերքահավաքի շրջանում բոլոր արտիստները պարտավոր էին գնալ մասսաների այդ աշխատավորների մեջ եւ այնտեղ երգել իրենց համար։ Այդ թեժ աշխատանքային բանին ու Գոհար Միխայելովնան մտածում է դե ինչ երգեմ ես սովորական գյուղացի ժողովուրդ են լինելու։ Ու որոշում է որ պիտի երգի Կոմիտասի երգերը։ Գնում է երգում մի երգ, երգ, 4-րդ երգից առաջ մեկ էլ դահլիճից մեկը գոռում ասում է դու դելիբ երգի, լակմե երգի, լակմե։ Ու այս կինը ապշում է, թե ոնց է այս գյուղացին ինչ գիտի դելիբին կոմպոզիտորի գրած լակմե օպերան եւ որ դա Գոհարի ամենա տենց նշանավոր արիաներից մեկն է։ Պատասխան շատ պարզ է, այդ գյուղում կար մի հատ տենց բարձրախոս Գեղի մեյդանում, որը միանում էր կոնկրետ ժամի, ու այդ գյուղացին ուզեր թե չուզեր, դերից ասում էին Շուբերտ վոկալ ցիկլ, երգում է Զարուհի Դոլուխանյանը։ Ու այդ գյուղացին գիտեր, որ Շուբերտ կա, որ այդ Շուբերտը ունի վոկալ ցիկլ, որ այդ Շուբերտի վոկալ ցիկլի լավագույն կատարողը Զարուհի Դոլուխանյանը։ Այսինքն պետությունը պիտի մշակի մեխանիզմներ, այդ ժողովրդին անասուն դարձնելու փոխարեն մարդ դարձնելու, մարդ հագուրդ չտալու, որտեվ այդ նույն հաջողությամբ է դրեք նարկոտիկ ծախեք, ինչ տարբերություն։ Հետո բոլորը դա ուզելու են։ Այսինքն պետությունը պիտի ունենա հստակ մեխանիզմներ, այսօր էլ է դա հնարավոր։ Հեռուստաալիքներին, ռադիոալիքներին պարտադրելով կոնկրետ ժամանակահատվածներ, ազատելով որոշակի հարկերից եթե SSSS արժեքներն են դրանք ներկայացնում, ցուցադրում, քարոզում, ունենալով նաև ցանկ կոնկրետ անձանց, որոնց պետությունը չէր ցանկանա, որ եթեր տրամադրվեր։ Տրամադրվելու դեպքում նալոգները բարձրացնեին։